խաղաղապահ, այսպես կոչված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների անգործության կամ անմեղսունակության մասին, հա, այդ անմեղսունակությունը իմ օգտագործած իմ բառն է եւ ոչ թե հարցազրույցի ժամանակ դիտված կամ լսված Արցախում, հա, իբր թե իրենք պիտի խաղաղարարություն անեինք, Միրատվորչеская միսիա, հա, ռուսերենը առանձնահատկություն ունի, peacekeeper խաղաղապահն է, խաղաղությունը պահպանելն է, այսինքն թույլ չտալ, որ ընդեղից կարագոցեղնի մտնեն, ջարդեն, փշրեն, էթնիկ զտում անեն, էս անեն, հա, թե չէ աղոթարարների, ուրեմն զորք կկանգնեցվեր ընդեղ, հոգևորականներ կկանգնեին զինվորականների տեղը, որոնք կաղոթեին, որ խաղաղությունը պահպանվի, պարզ է, չէ, Քոչարյանի թևից կամ թիմից նայող կա, վերջապես պետք է հասկանան, էլի, եթե որևէ տարածքում կանգնում են կամ դիրքեր են զբաղեցնում այսպես կոչված խաղաղապահներ կամ խաղաղարարներ, իրենց գործը խաղաղությունը պահպանելն է բոլոր հնարավոր ռիսկերից։ Այս մեզ բան է, հասարակ գիտելիք է, էլի։ Հակառակ դեպքում, եթե իրենք պիտի գործուն միջոցներ ձեռք չառնեն, միայն աղոթք պիտի լիներ, զենք զինամթերքը ինչի համար է Մեղայասու։ Դրա համար հարկավոր է այնտեղ իսկապես հոգևորականներ ուղարկել, որոնք աղոթեն, որպեսզի խաղաղությունը պահպանվի։ Այս մարդը ինչ է ասում։ Էլի ուշքի միտքը ընդհանուր սխեման Քոչարյանի մոտեցման, որը նորություն չէր, ուղղակի երեկվա հարցազրույցի ժամանակ այդ ամբողջը իմի բերվեց։ Մոտեցումն է, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում մեղավոր չէ, այսինքն գնացեք որտեղ ուզում եք մեղավոր կդեք, իհարկե մեղավոր ինքը կդել է, դա Հայաստանի իշխանություններն են, հա, բայց Ռուսաստանը ոչ մի դեպքում մեղավոր չէ։ Ինչեր է ասում այս մարդը։ Բացատրում է, որ զենք կիրառելու, ուրեմն ուժ գործադրելու, զենք կիրառելու իրավունք չի ունեցել Ռուսաստանի դա։ Բաց էր ինչն է եղել խաղաղապահ։ Ինչով էիք դուք խաղաղությունը պահպանելու, ասենք, ադրբեջանական ռազմական մեքենայի դեմ։ Բանն է եղել, չէ, Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությամբ է այդ 20 թվականի նոյեմբերի 9-ի թուղթը ձևակերպվել, ստորագրվել եւ ինքն էլ ստորագրել է։ Այսինքն ստորագրում ես, որ այնտեղ խաղաղապահ ես տնելու, բայց Ռուսաստանի Դաշնության մագարտակով չես հասկանում, թե այդ խաղաղապահը ինչ պետք է անի այնտեղ, զենք պետք է կիրառի, թե չէ։ Հիշում եք, որ դրանից հետո հայտարարվեց քանի միավոր տեխնիկա, քանի հոգի, 2700 հոգի, թե չգիտեմ ինչքան, բաց էր դերը որն է, դիտորդ էիք այնտեղ, դիտորդ էիք։ Եվ Քոչարյանը այս հարցազրույցի ընթացքում չի դիմանում, հա, մի հատվածում ասում է, որ բառը խաղաղապահները դիտորդ են եղել։ Այսինքն դիտորդի վիճակ ինչ պետք է անեին խաղաղապահները, Մեղայասու, պետք է գնային տուն, եթե կորց չունեին անելու, չպետք է կային այդտեղ։